100 հազարավոր հայեր, որոնք փրկվեցին հայոց ցեղասպանությունից, գուցե երբեք նոր տուն չգտնեին, եթե իրենց ձեռքում չլիներ Նանսենյան անձնագիրը։ Մեծ փրկություն էր 320 հազար հայերի համար, ովքեր հայտնվել են օտար երկրներում եւ թափառաշրջիկի կարգավիճակում էր։ Այս անձնագրի շնորհիվ նրանք կարող էին տեղաշարժվել եւ աշխատանք գտնել, նրանք չէին դառնում քաղաքացի տվյալ երկրի եւ նրանց կոչում էին նանսենականներ կամ նանսենահպատակներ։ Փաստաբանների ընտանիքում ծնված նորվեգացի մեծ մարդասեր եւ դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենը ամբողջ կյանքում պաշտպանեց ճնշվածների իրավունքները աշխարհով մեկ, այնտեղ որտեղ պատերազմ է կամ ցեղասպանություն։ Նա արդեն իր գիտական աշխատանքի բարձունքում էր գտնվում, բայց համարեց, որ դա քիչ է եւ ազատ ու հանգիստ ապրելու փոխարեն իր կյանքը նվիրեց առաջին համաշխարհային պատերազմից հետո տուժած բոլոր ազգերի ներկայացուցիչներին։ Մենք առանձնապես շնորհակալ ու երախտապարտ ենք Ֆրիտյոֆ Նանսենին, որովհետև ցեղասպանությունից հետո ձեռք մեկնեց հայ ժողովրդին։ 1925 թվականին Նանսենն առաջին անգամ այցելեց Հայաստան։ Այդ պատմական այցից ուղիղ 100 տարի անց նանսենականները նորից հավաքվել են։ Հայաստանի նկարիչների միության շենքի պատերին Նանսենն է Հայաստանում։ Նրա այցի Հոբելյանին նվիրված ցուցահանդեսն է։ Ֆելիքս Բաղչինյանը որոշեց անպայման Ֆրիտյոֆ Նանսենի Հայաստան այցելության 100 տարին փառահեղ նշել։ Ինչու, որովհետև Հայաստան այցելությունը սոսկ այց չէր, կարևոր առաքելություն։ Ներառում էր այս ծրագիրը գիտաժողովներ, գրքերի հրատարակություն, ցուցահանդես։ Մենք նանսենականներս, Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտը եւ թանգարանը ջանք ու եռանդ չխնայեց կյանքի կոչելի հիշատակ պարոն Ֆելիքս Բաղչինյանի։ Նանսենի հիմնադրամի ու թանգարանի նախկին տնօրեն Ֆելիքս Բաղչինյանը չհասցրեց ներկա լինել իր ծրագրի իրագործմանը։ Հենց նա էր դեռ տարիներ առաջ պլանավորել շուքով նշել մեծ մարդասերի Հայաստան այցի 100-ամյակը։ Ռուսական Պաուլսեն հրատարակչության շնորհիվ է ցուցահանդես այսօր իրականություն դարձել։ Трагедия армянского народа и геноцид армян не оставили. Հայ ժողովրդի ողբերգությունը, ցեղասպանությունը չէր կարող Նանսենին անտարբեր թողնել գեթ 1 րոպե։ Где Норвегия, где Армения. Պատկերացրեք, որտեղ են Նորվեգիան եւ Հայաստանը։ Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը շատ կարեւոր է։ Մենք թարգմանել ենք նաեւ Կովկասով դեպի Վոլգա գիրքը, որտեղ Նանսենը պատմում է Հայաստան այցելության մասին։ К Волге, где он рассказывает о своем пребывании в Армении. Նանսենի գործն անուրանալի է հայերի համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած մեծ մարդասերը չի կարող մոռացվել։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։